Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես Արսինեն եմ։ Շատերից ինձ ճանաչում եք ինտերնետից և սոցիալական հարթակից։ Շատ հաճախ ես հայտնվել եմ ձեր սմարթֆոնների մեջ և անկախ ձեր կամքից հետևել եք իմ ելույթներին։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ, հաղթած նախագահի կողքին, նրա թիմի հանրահավաքին և կիսվել իմ տեսակետերով։ Սիրելի ժողովուրդ, ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից, բայց այսօր, անկախ մեր կամքից, քաղաքականությունը ներխուժել է մեզանից յուրաքանչյուրի ընտանիք։ Մեր առօրյա զրույցների, ցանկությունների, մտահոգությունների և անհանգստությունների կենտրոնում հայտնվել են հարցեր, որոնք վերաբերվում են մեր երկրի ներկային և ապագային։ Իմ քաղաքական հայացքները, կարծում եմ, ձեզ արդեն որոշ չափով հայտնի են սոցիալական հարթակից, որտեղ Իմ քաղաքական հայացքները, կարծում եմ, ձեզ արդեն որոշ չափով հայտնի են սոցիալական հարթակներից, որտեղ իմ հրապարակումները լայն արձագանք են գտել, հավանելով հազարավոր դիտումներ։ Եվ ես այսօր չեմ ուզում խոսել նրա մասին, ինչի մասին բազմիցս ասել եմ։ Ինձ համար շատ կարևոր է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այլ հարցեր։ Կանայք որպես կանոն ավելի էմոցիոնալ են։ Ես նույնպես այդպիսինն եմ։ Բայց որքան ավելի եմ փորձել հասկանալ քաղաքականությունը, այնքան ավելի եմ համոզվել, որ պետության ճակատագրի մասին որոշումներ կայացնելիս միայն զգացմունքներով և էմոցիոնալով պետք չի առաջնորդվել։ Այդ իսկ պատճառով փորձում եմ էմոցիոնալներից դուրս սառը դատողությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Եվ հենց այդ սառը դատողությամբ եմ կանգնած Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Նախ այն պատճառով, որ նրա մեջ տեսնում եմ ղեկավարի, որը չի առաջնորդվում պահի էմոցիաներով, այլ փորձում է խնդիրներին տալ խելամիտ լուծում, առանց պոպուլիզմի, ծառայելով պետությանն ու ժողովրդին։ Պետական կառավարման մեծ փորձ ունեցող, իր կյանքի զգալի մասը Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին նվիրած մարդու ներկայությամբ ես չեմ հավակնում խոսել աշխարհաքաղաքական հարցերից կամ պատրաստի վերլուծություն առաջարկել։ Այսօր քաղաքական դաշտում շատ է քննարկվում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, հարաբերությունները տարբեր միջազգային գործընկերների հետ։ Խաթարված են հայ-ռուսական հարաբերությունները, իսկ հայ-իրանական հարաբերությունները արդեն իսկ խնդիր են ստեղծում։ Հայ ժողովուրդը ժամանակին եղել է և մասնակցել է իրանական հարաբերությունների բարելավմանը։ Հայրս, հիմնելով Արցախի ֆարս միությունը Արցախում, նպաստել է հայ-իրանական հարաբերություններին։ Բայց այսօր, երբ մեր հարևան Իրանը կյանքի ու մահու կռիվ էր տալիս, մեր իշխանությունները զբաղված էին եգիպտացորեն ուտելով, երգելով և պարելով, այնինչ կարևոր էր գերակշռել պետական շահը։ Ինձ համար անընդունելի է, երբ մեր տարածաշրջանում որոշվում են ճակատագրական հարցեր, իսկ հայ իշխանությունները միայն զբաղված են ընդդիմադիրներին հայհոյելով։ Ժողովուրդ ջան, ես ընդամենը մեկ երազանք ունեմ։ Ուզում եմ Հայաստանը հավերժ ապրի։ Ուզում եմ միշտ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և իմ երեխային ժառանգել անկախ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք։ Համոզված եմ, որ երազանքներն ունեն այս բոլոր հայերը աշխարհի, անկախ քաղաքական հայացքներից։ Հունիսի 7-ը ընտրություն չէ պարզապես պաշտոնի կամ մանդատի, այլ պայքար է։ Պայքար է պետականությունը պաշտպանելու, Արցախահայության իրավունքները վերականգնելու, մեր ազգային ինքնությունը պահպանելու և Հայաստանի անվտանգ ու ինքնիշխան ապագան ապահովելու համար։ Այս բեմից ուզում եմ կոչ անել բոլորին։ Անտարբեր մի եղեք։ Սա մեր պարտքն է մեր պետության համար, մեր երեխաների և մեր ապագայի առաջ։ Գնացեք ընտրության, կատարեք ձեր ընտրությունը և եղեք ձեր երկրի տերը։ Ես վստահ եմ, որ Հայաստանի առաջ դեռ շատ հաղթանակներ են գալու, իսկ այդ հաղթանակների հիմքում պետք է լինի պատասխանատվությունը, փորձը և պետական մտածողությունը։ Իմ և իմ ընտանիքի ձայնը ընդդիմությանն է։ Շնորհակալություն։